Ողջույն։ Երբևէ մտածել եք, որտեղից են գալիս այս հեռախոսային կոդերը, որ օգտագործում ենք, ասենք Հայաստանինը 374։ Այդ թվերը ուղակի տվել են, թե ինչ որ դրամաբանություն կա։ Այսօր հենց դրա մասին ենք խոսելու։ Կփորձենք հասկանալ, թե ոնց են որոշվում այս կոդերը ու հատկապես ինչի Հայաստանը ստացավ հենց 374 խորհրդային միության փլուզումից հետո։ Նախ եկեք պարզենք ընդհանրապես ինչ բան են այս երկրների կոդերը։ Դե պարզ ասած թվային նախածանցներ են, որոնք որ հավաքում ենք, չէ, որ մի երկրից մյուսը զանգենք։ Հա, պարզա։ Ու դրանք պետք է ասել, որ նոր բան չեն, դեռ 60-ականների սկզբին են հայտնվել միջազգային հեռահաղորդակցության միության ITU-ի շնորհիվ։ 60-ականներից։ Հա։ Ու պատճառն էլ հետաքրքիր կապ ունի այն ժամանակվա տեխնոլոգիաների հետ։ Բանը հիշում եք այդ պտտվող սկավառակով հեռախոսները։ Դե ոնց չհիշենք։ Հա, դրանցով համարը հավաքելը բավականին դանդաղ էր, որ միջազգային զանգերի համարները շատ երկար չլինեին, այս ITU-ն մի համակարգ սահմանեց, որտեղ ընդհանուր համար, այսինքն երկրի կոդն էլ մեջը, սովորաբար 11-ից 15 նիշից ավել չի լինում։ Իսկ հենց երկրի կոդին դե 1-ից 3 նիշ է տրվում։ Այսինքն այդ հին դանդաղ հեռախոսների պատճառով մենք հիմա այս կարճ կոդերը ունենք։ Զարմանալի է, թե անցյալի տեխնոլոգիան ոնց է մինչև հիմա ազդում։ Լավ, բայց ոնց են որոշում, որ երկրին որ կոդը տան։ Պատահական են բաժանում։ Չէ, պատահական չի։ ITU-ն, այսպես ասած, աշխարհը բաժանել է 9 համարակալման գոտու, ըստ կոդի առաջին թվի։ 9 գոտի։ Այո, օրինակ գոտի 1-ը Հյուսիսային Ամերիկան է, գոտի 2-ը հիմնականում Աֆրիկան, 3 ու 4-ը Եվրոպան։ Գոտի 7-ը նախկին Սովետի մի մասը, հիմա Ռուսաստանն ու Ղազախստանն են, իսկ գոտի 9-ը Մերձավոր Արևելքն ու Ասիայի որոշ մասեր։ Հասկանալի է։ Ու ավելի կարճ կոդերը, մանավանդ մեկ նիշանոցները, հիմնականում տրվել են այն ժամանակվա, ասենք, մեծ ազդեցություն, մեծ բնակչություն կամ էլ դավ զարգացած ցանցեր ունեցող երկրներին։ Այդպես օրինակ ԱՄՆ-ն ու Կանադան ստացել են մեկ կոդը։ Իսկ խորհրդային միությունը իրենն էլ էր, չէ՞, մեկ նիշ 7-ը։ Հա, 7 կոդը տրվեց Սովետին։ Դե իր հասկայական տարածքի բնակչության համար։ Չնայած պետք է ասել, որ հեռահաղորդակցության ցանցն այնքան էլ զարգացած չէր, ոնց որ ասենք Հյուսիսային Ամերիկայինը։ Հա։ Այստեղ երևի ավելի շատ քաղաքական քշիռն է դեր խաղացել։ Նու աշխարհագրական մոտիկությունն էլ իհարկե հաշվի են արել։ Այսպիսով, մինչև 91 թիվը Հայաստանն էլ սովետի կազմում լինելով օգտագործում էր 7 կոդը։ Բայց փլուզումից հետո դե ամեն ինչ փոխվեց։ Ռուսաստանն ու Ղազախստանը ասացիք պահեցին 7-ը, բայց մյուս նորանկախ երկրներին նոր կոդեր էին պետք։ Ու հենց այստեղ է հետաքրքիր դառնում, ոնց որոշվեց, թե կոնկրետ ում ինչ կոդ տան։ Ու մեր 374-ը որտեղից է գալիս։ Շատ տեղին հարց է, ITU-ն նոր կոդեր տալուց մի քանի բանի վրա է հիմնվել։ Աշխարհագրական դիրքն ու գոյություն ունեցող համարակալման պլանների հետ համատեղելիությունը։ Հայաստանը այս տրամաբանությամբ դասվեց 3-րդ ու 4-րդ գոտիներին, որոնք հիմնականում Եվրոպան են։ Ահա, եվրոպական գոտի։ Հա։ Ու այդ գոտիներում 37X ձևաչափով մի ամբողջ շարք կոդեր հատկացվեցին այն նախկին սովետական երկրներին, որոնք, այսպես ասած, եվրոպական համարակալման տարածքին էին միանում։ Այսպես, Հայաստանին տվեցին 374, Լիտվային 370, Բելարուսին 375, Մոլդովային 373։ Ստացվում է մեր կոդը մեզ դնում է եվրոպական թվային թաղամասի մեջ, այսպես ասած։ Ճիշտ այդպես։ Ու սա օրինակ տարբերվում է մեր հարևան Վրաստանից։ Հա, իրենցը 995 է։ Այդտեղ են նաև Ադրբեջանը 994-ը կամ Ուզբեկիստանը 998-ը։ Այսինքն 374 կոդը ուղղակի տեխնիկական թիվ չի։ Դա ըստ էության մի տեսակ թվային դրոշմ է, որը ցույց է տալի Հայաստանի հետ խորհրդային դասակարգումը ու կողմնորոշումը դեպի եվրոպական հեռահաղորդակցային տարածք։ Շատ հետաքրքիր է իրականում։ Ու զուգահեռաբար, թեև 374-ը մեզ աշխարհի հետ է կապում, երկրի ներսում զանգելիս արդեն բոլորովին ուրիշ համակարգ ենք օգտագործում։ Այդ մարզային կոդերը, բջջային օպերատորների կոդերը, որոնք 0-ով են սկսվում սովորաբար։ Այո, ճիշտ եք նկատում։ Այսպիսով տեսնում եք, որ այս թվերը, որոնց մենք այնքան սովոր ենք, իրականում միջազգային կազմակերպված համակարգի արդյունք են։ ITU-ն ստեղծել է մի մեխանիզմ, որը դե հաշվի է առնում աշխարհագրություն, պատմություն, տեխնիկական կարիքներ։ Հայաստանի 374 կոդն էլ հենց այդ համակարգի արտացոլումն է մեր տեղը թվային աշխարհում։ Սա հաստատ մի նոր տեսանկյունից է ներկայացնում այդ թվերը, որ ամեն օր տեսնում ենք։ Եվ վերջում մի հարց ձեզ մտածելու տեղիք տալու համար, մեր օրերում, երբ տեխնոլոգիաներն անընդհատ փոխվում են,
բջջային կապը, ինտերնետով զանգերը գնալով ավելի տարածված են դառնում։ Ինչպես եք կարծում, այս աշխարհագրական սկզբունքով բաշխված երկրների կոդերը արդյոք կպահպանեն իրենց ներկայիս կարևորությունը ապագայում։ Թե գուցե կտեսնենք դրանց, ասենք, կառույցվածքի կամ նշանակության ինչ-որ փոփոխություն։